Արսենն է, որը անապահով ընտանիքի չափահաս, բայց նաև գործազուրկ անդամ է և պետությունից ստանում է սոցիալական նպաստ։ Ժամկետը անցել է և Արսենի ընտանիքը պետք է նորից անցնի անապահովության գնահատում։ Սակայն քանի որ գործում է անապահովության գնահատման նոր պիլոտային ծրագիր, պետությունը ենթադրելով, որ Արսենի արտերկրում ապրող բարեկամները նրան գումար են ուղարկում, իր սահմանած կարգով նրան որոշակի եկամուտ է վերագրում։ Արդյունքում Կոտայքի մարզի բնակիչ գործազուրկ Արսենի գնահատված եկամուտները դառնում են ավելին, քան նա ունի իրականում, և նրա ընտանիքը դուրս է մնում անապահովության գնահատման համակարգից։ Եվ եթե պիլոտային ծրագիրը այժմ գործում է Սյունիքում և Կոտայքում, ապա մեկ ամսից այն գործելու է ամբողջ հանրապետությունում։ Կարող եք կռահել, թե այս փոփոխության պատճառը որն է։ Հաստատ Արսենին վատություն անելը չէ։ Եթե չեք կռահել, ասեմ, ծայրահեղ աղքատության վերացումը։ Իսկ ինչ կարելի է անել այն վերացնելու համար։ Մենք մարդկանց առաջարկում ենք, որ մարդիկ իրանց աղքատությունը ատեն եւ դա դարձնեն ատելության թիվ 1 թիրը։ Այս փոփոխությունից հետո անապահովության գնահատման դիմում է ներկայացրել 3946 ընտանիք, որից 2009-ի կամ 53%-ի դեպքում դիմումը մերժվել է։ Մերժումների գերակշիռ պատճառը բարձր եկամուտներն են։ Երբ եւ ինչու փոխվեց համակարգը, ինչ են պատմում պաշտոնական թվերը, ինչ դիրքորոշում ունի մարդու իրավունքների պաշտպանը։ Այս եւ այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել Infocom-ում հրապարակված հետազոտության մեջ, որի հղումը կգտնեք բիոյում։ Հետևեք, հավանեք եւ տարածեք մեր հրապարակումները, իսկ եթե հավանում եք մեր աշխատանքը, աջակցեք մեզ Patreon-ում, որովհետեւ ձեր աջակցությունը մեզ համար անգնահատելի է։